Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Get Ready with Sona-ի նոր էպիզոդին։ Այսօրվա իմ հյուրը գեղեցկուհի Անահիտն է։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր միացար եւ միասին պատրաստվելու ենք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, սիրով։ Մաշկիդ խնամքը ինչ փուլերից է կազմված։ Տեսա, որ շատ nude sense clean girl make-up անող ես։ Իսկ խնամքին ոնց ես վերաբերվում։ Խնամքին իրականում շատ sense լրջորեն եմ մոտենում։ Make-up-ից կարևոր իմ համար խնամքն է, ու ես իմ մեջ հետևում նկատեցի quality-ին, ես իդեպ օգտվել եմ ու իմ սիրելի խնամքի պարագաներից է։ Անսահման ուրախ եմ։ Այո, ու մենք կարող ենք այսօր սկսել հենց quality-ից։ Շնորհակալ եմ։ Դե սկսենք տոներից։ Իմ ամենասիրելի ֆավորիտ պրոդուկտը թարմացնող այս անգամ սենց ափերին մեր ընցնենք ու տարածենք դեմքին ոչինչ չեմ արել այսօր։ Ոչ հոտը։ Հա, ու ասա որ թարմություն է տալիս։ Սրանից հետո արդեն կանցնենք մեր խնամքի մնացած փուլերին, բոլոր պրոդուկտները quality-ի ներքևում կնշենք։ Ուզում եմ պատմես ոնց է սկսել քո կարիերան, գիտեմ որ Գյումրիից ես ու ոնց ես հիմա հասել կյանքիդ այս շատ սիրուն կետին, պատմի, ինձ թվում է շատ էին հետաքրքիր։ Հա, շատերը գիտեն, որ ես բնիկ գյումրեցի եմ, 21 թվականին եմ տեղափոխվել Երևան թատերականն ավարտելուց հետո, ու որ ասեմ, տենց շատ մեծ պլաններ ունեի, ու նաև շատ մեծ սպասումներ ունեի, սենց վարդագույն ակնոցներով մարզից եկել էի մայրաքաղաք, բայց իրականում ոչ մեկի ճանապարհը, ինչպես նաև իմը, տենց հեշտ չէր, կային լիքը խոչընդոտներ, անակնկալներ, բայց ամենակարևորը այն է, որ իմանաս ով ես ու ուր ես գնում, ու այդ ինչ էլ որ կատարվի քո այդ ուղու ընթացքում, դու ամեն դեպքում մնաս քեզ հավատարիմ, այդ ամենակարևորն է։ Ինչու որոշեցիր, բայց որ պետքա հենց տեղափոխվես Երևան։ Նա, ես փոփոխություններ սիրում եմ, փոփոխությունների հետ մեկտեղ նաև շատ սիրում եմ մասշտաբները։ Այսինքն իմ կյանքի ինչ-որ մի փուլում հաստատ ես զգալու եմ, որ Երևանն էլ է ինձ քիչ, Երևանն էլ է ինձ փոքր։ Դրա համար կարծեցի, որ կարելի է սկսել Երևանից։ Չնայած որ ես Գյումրիին պաշտում եմ, Գյումրիում կապրեի, բայց այն կյանքի պատկերացումները, որ ես ունեմ իմ կյանքի հանդեպ, այդ Գյումրիում իրականացնելը ինձ համար շատ բարդ կլիներ։ Ինչ դժվարություններ ունեցար սկզբում գալով, իդեպ ես էլ շատ չեմ խոսում այդ մասին, բայց ես էլ Լոռիից եմ, Ալավերդիից ու տեղափոխվել եմ այստեղ 18 տարեկանում, բայց իմ բախտը բերել է, որ մամաս Երևանից է ու այստեղ շատ բարեկամներ ունենք, շատ հարազատներ, որ գրկաբաց այսպես սպասում են եւ այլն ու այդ տան զգացողությունը այստեղ կարողացել են, չգիտեմ, տատիկս, պապիկս կոմպենսացնեն, պատկերացնում քո համար այդ ամեն ինչ որ չի եղել, ինչքան դժվար է եղել։ Ես ունեցել եմ այստեղ բարեկամներ իհարկե, բայց Երևան տեղափոխվելուց հետո ամիս ու կես երևի ապրել եմ հյուրանոցում, որովհետև չէի ճանաչում այստեղ ոչ մեկին։ Չունեի շրջապատ, գործընկերների մասին առավել եւս խոսք գնալ չի կարող, մի խոսքով սենց տեղափոխվել եմ լրիվ 0-ից, չգիտեմ, դրամապանակում 0 դրամ, պատկերացումներում 0 ամեն ինչի վերաբերյալ, բայց դե, եթե ընտրում ես, պիտի տակից դուրս գաս, ես այդպես եմ կարծում։ Ինչ ասացիր։ Ճիշտ ես ասում, իսկ խտրականություններ ինչ որ ձև առնչվել ես, որ օրինակ մարզից ես եկել, ինչ որ տեղեր դա զգացի։ Միգուցե հիմա օրինակ էլ դա խոցելի չի քեզ համար, դու արդեն ոնց որ անցել ես այդ փուլը, բայց սկզբի հատկապես փուլերում դա ինչ որ ձև դժվարություններ տվել է։ Ունեցել եմ, սկզբում շատ եմ ունեցել, գիտես ոնց էր, ես որ նոր տեղափոխվել էի ու ցենց ոնց որ դու փորձում ես ամենտեղ քեզ գտնել, ամենտեղ փորձում ես քո ուժերը ռեալիզացնել եւ այլն, ու բնականաբար այդ ընթացքում ես տարբեր մարդկանց հետ էի շփվում, ոչ թե ես կոմպլեքսավորվում էի, որ մարզից էի, այլ իրանց վերաբերմունքը, որ ոնց կլինի մարզից օրինակ X դերասանուհին եկել է ու մեզնից պիտի ավելի ցենց չգիտեմ, մասշտաբնի դեր խաղա։ Այդ դրան շատ եմ բախվել, կամ չգիտեմ, ինքը մարզից հա դե չգիտեմ դե իմա սենց հա դե լենականից եկել է հələ ինչ ճանապարհ պետք է անցնես որ մեզ ասեն ես դրան շատ եմ բախվել ուղղակի այստեղ մի քիչ իմ տեսակի խնդիրն է որ ես չասեմ կոնֆլիկտային, բայց ես սիրում եմ, որ իմ սահմանները միշտ պահում եմ ու նույնիսկ այդ ժամանակվանից էլ երբ որ տեղափոխվել էի, ես շատ հստակ գիտեի, որ իմ սահմանները անքակտելի են, ոչ մեկ չի անցնել ուտեղ ու շատ հանգիստ այդ կոնֆլիկտի դուրս գալիս է, եթե անգամ փորձեին, հա
Հետաքրքիր է, որ այսքան ասենք մտածում ես, որ ավելի զարգացած պետքա լինեն եւ այլն, ավելի տոլերանտ պետքա լինեն, որովհետեւ օրինակ մարզի դեպքում թեկուզ ինչ որ մեկը նոր եթե գալիս է քաղաք, բոլորը գիտեն, բոլորը ճանաչում, բայց Երևանը ինքը, չգիտեմ, պետքա շատ ավելի այստեղ մարդիկ գրկաբաց ընդունեն, ովքեր որ գալիս են, որովհետեւ չգիտեմ ավելի զարգացնում ենք, ավելի գունավոր ենք դարձնում այստեղ, մեր հնարավորություններն ենք փորձում, չգիտեմ, իրականում կարծում եմ այդ մի քիչ հին մտածողության խնդիր է, որովհետև միշտ մայրաքաղաքը, օրինակ ես շատ հաճախ լսում եի, որ երևանցիները ասում են, հա, ռայոնից ես, օրինակ, կամ չգիտեմ, ասում եմ ես գնում եմ Գյումրի քաղաք, ենթադրենք իրանք չեն ընկալում Գյումրին քաղաք, դա ռայոնն է իրանց համար, ինչպես նաև Հայաստանի մյուս քաղաքները։ Ու այդ սենց եկել է ոնց որ սերնդեսերունդ է, որ քաղաքը հենց Երևանն է, իսկ մնացած բոլոր քաղաքները այդ ռայոններ են։ Չես ասում։ Բայց ես թվում է հիմա այդքան էլ տենց չի, որովհետև կարծում եմ նաև հասկացել են էլի, որ ամեն դեպքում Պրծում չունեն մեզ։ Պրծում չունեն ու բացի այդ մի հատ անկեղծ բան ասեմ, մարզերից եկած երեխեքը ավելի տաղանդավոր, ավելի աշխատասեր կներեք ինձ, բայց այդ իմ པարզ համոզմունքն է, անկեղծորեն։ Սենց ինչ պրոյեկտ տեսնում եք, ինչքան հետաքրքիր նախագծի կազմակերպիչներ կան նույնիսկ ոչ մենակ մասնակիցները, ինչ որ ռայոններից են։ Չգիտեմ։ Հա, ճիշտ ես ասում։ Իրականում ես էլ եմ այդպես մտածում, որ մարզերից, չգիտեմ, որ գալիս են այստեղ, դե իհարկե բացառություններ եւ այլն կան, բայց ոնց որ գիտենք, որ մարզից պետքա գազ Երևան, պետքա այստեղ սովորես, զարգանաս, ոնց որ քո գլխավոր նպատակը այդ չգիտեմ, քո համար ավելի բարեկեցիկ կյանք ստեղծելն է։ Իսկ ստեղ Երևանում ապրող մարդիկ ոնց որ արդեն շատ բաներ ունեն, իրանց համար դա նորմալ է, չգիտեմ, կլինի տուն, կլինի ինչ-որ sense շատ փոքր բաներ չեն պատկերացնում, օրինակ մարզից Երևան տեղափոխված մարդու համար դա իրոք երազանք է, իրոք կյանքի նպատակ կարա լինի։ Ես որ նոր էի տեղափոխվել, այնքան sense տարբեր միջավայրերում եմ ապրել, մինչև դե աղջիկների հետ տարբեր, մինչև արդեն իսկ հասկանաս ովքեր են քո մարդիկ, որ գոնե կիսով չափ կարողանաս իրենց հետ կենցաղը կիսել, ու այդ ընթացքում այնքան բարդ էր, ես իմ ընտանիքին sense Գյումրիում, դե Գյումրիում ապահոված, չգիտեմ, գիտես որ քո քաղաքի մեջ ես ընտանիքը կողքիդ է, ոչ մի բանի խնդիր չունես, ու Երևանում լիքը հարցեր, լիքը մարդիկ, այս վազքը, չգիտեմ, մի քիչ շատ բարդ Չէ, լավ, իրականում կխափեմ, որ ասեմ, շատ բարդ տրվեց ինձ, ես շատ զուլվող եմ միջավայրին, ու ես շատ արագ հասկանում եմ, եթե բարդ է, всё ուժերը շատացնում ենք։ Շատերը, որ Երևան են տեղափոխվում, այդ roommate ասվածն են ունենում, որ բնակարանը կիսում են այլ մարդկանց, այլ վարձակալների հետ։ Նշեցի, որ դու ես այդ փուլով անցել դրա դժվարությունները ինչու Ոյ, դա շատ դժվար բան է։ Իրականում ես ապրել եմ շատ լավ աղջիկների հետ, իրանք հետագայում արդեն դարձան իմ շատ մտերիմ ընկերուհիները, բայց բնականաբար ընթացքային մարդիկ են միանում, հետո մարդիկ են գնում ու այդ ընթացքում հնարավոր չի, որ դուք չունենաք որևէ վատ փորձառություն։ Կենցաղ կիսելը դա խաղոպար չի, դուք կարող եք կյանքում շատ լավ ընկերներ լինել ենթադրենք, բայց չկարողանաք իրար հետ ապրել, որովհետև կենցաղ կիսելը դա նույնիսկ զույգերին է բարդ տրվում, որ մնաց երկու հա տարբեր ընտանիքներից դուրս եկած մարդկանց։ Բայց չէ, փառք Աստծո, մենք բավականին գեղեցիկ անցանք այդ փուլը։ Դժվարությունների, հիմնական դժվարությունն հենց այդ էր, էլի, որ դու պիտի հարմարվես օտար մարդու, օտար ընտանիքից դուրս եկած մարդու արժե համակարգին, կենցաղավարությանը, ու այդ շատ բարդ է տրվում, հատկապես որ տենց աղջիկներով եք տարբեր տեղերից եկած, օրինակ իմ երկու ընկերները հենց Լոռիից էին, բայց էլի եմ ասում, բարեբախտաբար մենք տենց ինչ-որ խնդիրներ չունեցանք, մենք ընտանիքի նման ապրում էինք։ Օրինակ նույնիսկ այդ առևտուր կիսելը, որ հիմնականում անում են աղջիկների հետ ապրելու ընթացքում, մենք առևտուրը կիսել եւ մենք չենք ունեցել տենց ինչ-որ։ Այսինքն եթե ես գնում եմ սուպերմարկետ ինչ-որ հա մթերքների հետևից, այդ առևտուրը մենք չենք կիսում, ու որ լսում ենք ուրիշ աղջիկներից էլի իրար հետ ապրողներից, որ մենք կիսում ենք պարտադիր, չգիտեմ, այս ամեն ինչը այդ խելացի մոտեցումը իրականում, եթե պրոբլեմատիկ եք։ Այսինքն եթե այդքան պլյուս մինուս, եթե այդքան դասակարգված եք ուզում լինի ամեն ինչը, բայց եթե ընտանիքի նման եք ապրում, ինձ թվում է այդքան էլ էական չի, էլի, ու այդ իմ կարծիքով ավելի թեթևացնում։ Քանի որ մենք տենց շատ ընտանիքի նման էինք, էլի, ապրում, հոգատարությունը ամեն ինչը այդ մեզ մի քիչ ավելի հեշտ տրվեց։ Ոնց անեն, որ աղջիկները ովքեր միասին են ապրում
իրար հետ բնակարան են կիսում, նման խնդիրներ, ընդհանրապես խնդիրներից փորձեն մաքսիմալ խուսափեն քո փորձով։ Այնքան ինդիվիդուալ է, որովհետև դուք կարաք էլի եմ ասում շատ լավ մարդկանցով հավաքվեք, բայց կենցաղում այնքան եւ պրիմիտիվ եւ գլոբալ այնպիսի խնդիրներ առաջանա, որ դուք ուղղակի չհասկանաք ոնց է պետք սրան լուծում տալ։ Այսինքն այդ շատ ինդիվիդուալ է, էլի կախված է այդ աղջիկների համար առաջնահերթությունը որն է։ Մարդկա օրինակ լուծումը տեսնում է միանգամից առանձնանալ, ուրիշ խմբի միանալ, մարդկա խոսալ, լուծել այդ խնդիրները, չգիտեմ։ Տարբեր են էլի, խորհուրդս մենակ այն է, որ ամեն դեպքում եթե աղջիկներով ապրում եք, այդտեղ հասած աղջկական ինչ-որ խլբրդուններ լինելու է, դուք փորձեք մաքսիմալ, ասենց ոնց դուք ձեր ընտանիքի հետ կապրեք, այդ մաքսիմում փորձեք այդ ամեն ինչը անել, որովհետև ընտանիք կիսելը ես միշտ ասել եմ, էլի, այդ տուպը, չգիտեմ, իրար այդ տանիք կիսելը չի, այդ ընտանիքի գաղափարը շատ կարևոր է։ Որտեղ մեծ հաշվով ասենք մենք ապրում ենք մեր ընտանիքից հեռու, չէ՞ ոնց որ դու քո համար երկրորդ ընտանիք են իրանք դառնում, քո մամա, պապայի չտորը դու տեսնում ես այդ աղջիկներին։ Ու ինձ թվում է իրանց այդ հարաբերությունները լավ վիճակում պահելը այդ պիտի լինի առաջնահերթություն, անկախ բոլոր իսկ եկավ ինչ որ փուլ քո կյանքում, որ հասկացար ավելին ես ուզում։ Հա եկավ իմ կյանքում մի հատ փուլ, որ ես հասկացա, որ ես այլ վիճակի չեմ ուրիշի հետ կենցաղ կիսելու։ Ինչքան էլ որ տես, էլի եկա այդ խոսքին, ինչքան էլ որ իմ համար իրանք շատ հարազատ, շատ սիրելի էին դարձել, իմ կյանքում այդ փուլն էր, որ ես սպառվել եմ արդեն։ Ես որովհետև մի քիչ բզիկներով եմ ու իմ համար շատ բարդ է, էլի որ գիտեմ, ես չեմ կարող ասենց հանգիստ չգիտեմ, անեմ ինչ ուզում եմ անեմ, որովհետև դե բնականաբար պիտի հաշվի նստես։ Առանց հաշվի նստելու չի լինի։ Ինչ արեցիր։ Տեղափոխվեցի նշանածից հետ ապրելու։ Ոնց տարան այդ փաստը ընտանիքը։ Որ մենք նշանվեցինք, դե տրամաբանական էր ինձ թվում է, որ պիտի գնանք, պիտի գա այդ օրը, որ առանձնանանք, բայց անկեղծ մեկ շատ եմ կարոտում։ Հա, լուրջ շատ կարոտում եմ մեկ այդ ընթացքը։ Ընկերուհիների հետ է լավ ապրել, թե նշանացի, թե կողակցի։ Կողակցի, ոյ։ Սենց ասեմ, ես ինչքան տագնապ ունեի, նշանացից հետ ապրեցի անցավ։ Այդ շատ, չգիտեմ, ոյ, ճիշտ կողակից ունենալը այդ ահաբոր կարևոր բան է։ Շատ հետաքրքիր է, ձեր պատմությունը շատ հետաքրքիր է։ Ուզում եմ մի քիչ դու պատմես։ Ասի մեր պատմությունը իրականում ինչքան էլ որ ես էլի էի հարցազրույց տվել ու խոսել եմ մեր պատմության մասին, այնքան էլ հետաքրքրվում են, ախր գրում են մի հատ ասեք ոնց հասակ իրար։ Եվ այստեղ որտեղ ավելի շատ հայտնի ենք նրանով, որ ես Դավիթին 7 տարի անպատասխան սիրել եմ դպրոցական տարիներին։ Իսկ ինքը շատ վստահ էր, որ երբևիցե ինձ չի սիրելու, մենք կլինենք ու կսահմանափակվի մեր շփումը միայն լավ ընկերներ լինելով։ Բայց դե կյանքը ուրիշ պլաններ ուներ, ինչի համար իհարկե ես շատ ուրախ եմ։ Տես մենք առաջին դասարանից իրար ճանաչում ենք։ Ու որ պատկերացնես, մենակ դասարանով չենք սահմանափակվել, հա, մենք փոքր ժամանակ ինչքան խմբակներ կար, ինչքան հետաքրքրություն կար, մենք երկուսն էլ այդ ամեն ինչի մեջ էինք։ Հետո ինստիտուտում իրար հետ սկսեցինք սովորել, այսինքն նույն մասնագիտությունն էինք ընտրել։ Ու այդպես մի գեղեցիկ օր, երբ Դավիթս գնաց բանակ, ես շատ տխրեցի։ Անկեղծ եմ ասում, նենց որ հիշում եմ, ներվանանում եմ։ Բանակ եմ ճանապարհում, ասում Դավ, անկեղծ ասա կուզես ես քեզ սպասեմ։ Ու որ պատկերացնես, ես շատ համարձակ կերպով, հա, ասում կուզես ես քեզ սպասեմ, ասում եմ ես կուզենամ, որ իմ բոլոր հարազատները ինձ սպասեն։ Ես չեմ ստանում այն պատասխանը, որը ես ուզում եմ ստանալ։ Սիրած տղա պատկերացնում ես։ Այո, սիրած տղայից ես չեմ ստանում այն պատասխանը, որը կուզենայի ստանալ։ Այնքան sense նեղված էի, բայց իրականում sense զոհի կարգավիճակում սիրողներից չեմ եղել։ Եթե ես իրան տեսնեի ինչ-որ աղջկա հետ կանգնելուց, ես կգնայի սկանդալ կսարքեի։ Չգիտեմ, եթե փողոցում տեսնեի, որ մի աղջիկ գալիս է դեպի մեզ ու Դավիթին երկարել, մեզ Դավիթի ձեռը բռնում։ Ես իր ընկերուհին չեմ, կողակիցը չեմ, մեր մոտ ոչ մի Ես ուղղակի մարդ եմ, ով սիրում էր այդ տղային։ Հա։ Вот, իսկ ոչ մի բան չէր կարող ասել։ Դե ես անում, տենց լավ եմ անում։ Նույնիսկ ինքը չէր կարող ասել, էլ ոնց էր արդ, ինչ քայլեր էիր անում սիրտը գրավ։ Մենք անընդհատ եղել ենք իրար տարածքում, ու որպես այդպեսին ամեն օր իմ համար նոր հնարավորություն էր, որ ես նոր քայլեր անեի, ամեն գիշեր մտածում էի։ Հաջորդ օր այդ քայլերը իրականություն էր այլևս։ Հա, բայց նայ, ասենց ասեմ, ես միշտ վստահ եմ եղել, որ մենք
ոնց էլ չլինի, տենց ինչ-որ թեկուզ սիրային դրվագ ունենալու ենք իրար։ Լուրջ եմ ասում։ Նույնիսկ փոքր ժամանակ մեր դպրոցում ինչ-որ հանդեսներ են լինում եւ այլն, մենք հանում ենք մերս մենք դուք պետք է մեծանաք իրար հետ ամուսնանաք։ Մեր արդեն տարիքով դասատուները ամեն դեպքում իրանք կյանքի փորձ ունեն, իրանք հասկանում են ինչա։ Բոլորը հասկանում են։ Ես իրականում երբ որ ես սիրահարված եմ, իմ համար ամենափոքր դետալ անգամ այդ նշան էր։ Հա։ Չգիտեմ, որ մեզ ասում են, դուք իրար շատ եք սազում, ես բան։ Դավ գիտես, մենք իրար շատ ենք սազում։ Բայց որ ասեմ արդեն ավելի գիտակից տարիքում, երբ որ հասկանում եմ, որ ես սիրում եմ, նախ ինձ գիտես այնքան է դուր գալիս այն փուլը, որ ես չեմ հիշում, երբ եմ հասկացել, որ ես սիրում եմ իրան։ Իսկ այդ այնքան sense մաքուր, սիրուն, մանկականորեն զարգացավ, որ ես իրոք որ ասեն օրինակ sense դեպք եղավ, ես հասկացա, որ ես իրան սիրում եմ, չէ։ Ես փորիկից մեր թիթեռնիկներ սպասում եմ, որ պիտի Դավիթը գար, հետո հասկացա, որ նորմալ չի, ինչ որ ես շատ անտարբեր եմ բոլորի նկատմամբ, բայց տխրեմ, եթե մի օր Դավիթը չգար օրինակ դասի։ Հա։ Ու հասկացա, որ Ինչ զգացում է այդ անթաց սեր տալը։ Հա, անթաց սեր տալը, շատ տխուր զգացում։ Անթաց սեր տալը։ Անընդհատ սեր տալը շատ սիրուն զգացում է, եթե ճիշտ մարդու ես տալիս։ Եթե այդ սերը իրականում ավելի հասուն տարիքի մասին է խոսքը, ուղղորդում ես ճիշտ տեղ։ Այդ շատ սիրուն է, որովհետև ծաղկում է, չգիտեմ, ինքն էլ է ծաղկում ու թող չասեն, պետքա ծաղկի մենակ աղջիկը տղաների կողքին չէ, որովհետև տղաներն էլ ունեն այդ շատ նուրբ մի հատ էմոցիոնալ կողմ, որ իրանց պետքա մարդ, ումից իրանք ցանան այնքան անվերապահորեն սեր, որ sense прям շատ հանգիստ լինեն ամեն հարցում։ Հա, շատ հետաքրքիր զգացում է, երբ որ դու ես լրիվ ուրիշ բանի մասին է, երբ որ դու ես սիրում, ինչ էիր զգում, ինչ էր տալիս քեզ այդ սերը, թեկուզ եւ այդ շրջանում փոխադարձ չէր։ Լսի, ես միշտ եմ որ իրականություն չի, բայց դու քո իրականությունն ես ստեղծել, ես միշտ եմ որ ես չի ընդունում, որ ինքն չի սիրում։ Հա։ Բայց մի հատ ուրիշ բան էլ ասեմ, երբ որ մենք իրար հետ ինչ-որ ուղղակի չէր հասկացել, որ քեզ չի սիրում։ Ինքը չէր հասկացել, որ սիրում է ինձ, որովհետև ես այնքան բաներ էի նկատում, ասում եմ, հնարավոր չի չսիրի։ Էդ է ես ասում։ Ու որ հասկանում էի, այնց հնարավոր չի լավ էս տղան ինչ որ զգացմունք չունենա իմ հանդեպ, գոնե այնց համակրանք լավ ունենա իմ հանդեպ։ Գիտես ոնց էր, ես սենց միշտ փոքր ժամանակվանից շփվել եմ Աստծո հետ նշաններով։ Ես անտանելի աստվածավախ մարդ եմ ու շատ հավատում եմ ու փոքր տարիքից ի վեր Աստված պապիկ խնդրում եմ ինձ նշան կտաս։ Մենք օրինակ չգիտեմ, վիճում ենք իրար հետ, ես Աստված պապիկ ինձ նշան կտաս, որ մենք կբարիշենք։ Ու ես այնքան էի հավատում, որ մեր ամեն դեպքում վերջաբանը շատ սիրուն լինելու է։ Լուրջ այնքան շատ էի հավատում ու չգիտեմ, հիմա օրինակ Դավի մամայի հետ էլ որ խոսում եմ, ասում եմ, ես միշտ հարցնում եի, դա պես կարող է վերջը Անահիտին դու սիրահարվես։ Չգիտեմ, ոնց եղավ, որ սիրահարվեց քեզ։ Ասեց, որ սիրում է, ոչ թե սիրահարվեց, այլ խոստովանեց ինքն էլ։ Նայ, մենք ունեցել ենք բավականին երկար ժամանակ, երբ շփվել ենք իրար հետ, այն որ ընկերություն չեք անում, բայց համ էլ իրար հետ եք։ Համ չեք խոստովանում, համ ձեր մեջ ինչ-որ sense քիմիա կա, կապ կա։ Մենք sense բավականին երկար ժամանակ տենց անորոշ հարաբերությունների մեջ էինք։ Հետո երբ արդեն Դավիթը գնաց բանակ, ես հատկապես այդ իրա տված պատասխանից հետո, որ ես կուզեմ իմ հարազատներին սպասեն, ես հասկացա, որ ես չեմ ուզում այլևս լինել անորոշ վիճակում ինչ-որ ու ստացվեց այնպես, որ հրապուրվեցի մեկ այլ տղայով։ Հրապուրվեցինք, ինքն էլ ինձ էր համակրում ու ես շատ անկեղծ եւ այդ տղային էի ասել Դավիթի մասին, որ ամեն դեպքում ես վստահ չեմ այս պայն քո հանդեպ ինչ որ լուրջ զգացմունք ունեմ թե չէ, որովհետեւ իմ հոգու խորքում կա Դավիթ։ Ու Դավիթին ասացի, որ գիտես ես իրականում մի տղա կա, ով հրապուրվել եմ ու խնդրում եմ արի կողմնորոշվենք։ Հա, այդպես ու հետո որոշ ժամանակ անցավ գիտես ոնցն էր ավելի շատ այն որ դու շատ հանգիստ են զոնայում, ես գիտես որ կա մեկով քեզ միշտ սիրելու է, ու մեկ էլ հոպ այդ մեկը այլևս չկա։ Թես մի հատ թափեցնող էր էլի, այդ ոնց որ։ Լուրջ այդ տղուն ես այնքան շնորհակալ եմ, եթե ինքը չհայտնվեր, երևի մենք
գնանք կորենք իրար կյանքից, որ ինքը տենց էլ չպատկերացներ, որ իրոք կգա ինչ-որ մի օր։ Այսինքն ինչ-որտեղ դա քեզ համար ոնց որ հնարավորություն էր, որ Դավիթին ցույց տար, որ դու կարաս ինձ կորցնես։ Ես քեզ միշտ չի որ տենց անվերապահորեն սիրելու եմ։ Հա, ու գիտես հետաքրքիր ինչն է, ես միշտ դպրոցական տարիներից սկսած տենց շատ տենց շրջապատված եմ եղել ուշադրությամբ, էլի հակառակ սեռի կողմից, ու միշտ էլ եղել է հնարավորությունը, որ ես թեկուզ փորձեմ մոռանալ, կամ չգիտեմ, որ ասում են լավ դե փորձենք շփվենք, տեսնենք ոնց կզարգանա, միշտ եմ ունեցել այդ հնարավորությունը։ Բայց ինձ այնքան հավատարիմ էի սիրում, չգիտեմ, ինչից վրայի վստահ ես էլ չգիտեմ։ Այսօրվա վրայի վստահ։ Այո, այսօրվա վրայի վստահ։ Իսկ երբ որ արդեն իրար հետ էիք, ոնց էր հարաբերությունները, կայուն գնում էր, թե ինչ որ ամեն դեպքում իր հետքը թողել էր այդ ընթացքի վիճակը։ Օ, ես մի քիչ շատ գժոտ եմ ու ինձ գիտես իմ մոտ սկսվեց կինոն, երբ որ մենք արդեն իսկ օֆիցիալ տենց հարաբերությունների մեջ էինք, իմ մոտ գիտես ինչ զգացողություն էր, եկան մտքեր, որ լավ, իսկ կարող է ես իրականում չեմ սիրում այս մարդուն, այլ ուղղակի այն մանկական պրինցիպներ, որ ես ուզում եի ինքը լինի իմ կյանքում։ Միտք էլի կան, չէ՞, տենց որ հենց հասնում ես նպատակիդ, արդեն այդ անհետաքրքիր է քո համար։ Այ տենց էր ամեն ինչը զարգացել, բայց ես այնքան շատ էի սիրում իրան, որ չէի հասկանում, լավ, այս իրականությունն է, թե մտքերի խաղ է, որ ասես պրեմ ես դրա մեջ եմ ընկել։ Ու բնականաբար այդ ամեն ինչը հարաբերությունների վրա հետ չթողնել չէր կարող։ Մենք ունեցանք բաժանում։ Նույնիսկ բարբերաբար ասում եի դա վարի պաուզա պահենք էլ ինչ որ բան այն չի մեր հարաբերություններում։ Կռվից հետո, հա, ինչ որ կռիվներից վեճից հետո։ Չէ, հենց դա ես ուղղակի դա ես քեզ շատ եմ սիրում, դա վարի պաուզա պահ։ Հա։ Ես էի շատ տոքսիկ։ Այդ փուլում մեր հարաբերություններում խոստովանում եմ ես ահավոր նարցիս ու տոքսիկ եմ եղել, որովհետև չի կարելի մարդուն այդքան էմոցիոնալ տատանումների մեջ պահել։ Իսկ ես այդ ցավոք սրտի լուչ կներես, արևես, եթե դու նայում ես հիմա։ Աղա ինչ որ կար պատճառ, որ չգիտեմ, շատ ավելի աննկատ է։ Հա, լսի կար, միանշանակ կար, ու մենք մեր այս վերջին բնականաբար կարծում եմ շատերը գիտեն մեր վերջին այս բուրըն արձագանքած բաժանման մասին։ Այդ բաժանումը նման էր երկրաշարժի, որ պատկերացնես, ասենց որ երկրաշարժը թափահարում ամեն ինչ ու նոր դասավորումը նենց ոնց պիտի լիներ, այ մեր այս վերջին բաժանումը հենց այն երկրաշարժն էր, որը մեզ պետք է։ Ու բացի այդ, ինչքան էլ որ ես հիմա ասենց հումորով ասեմ, ես նարցիս եմ, ես անդադարի բաժանվենք եւ այլն, ես ունեմ շատ բարձ համոզմունք, որ եթե մի սցենարը մեր կյանքում անդադար կրկնվում է, ուրեմն մենք այդտեղ սովորելու բան ունենք։ Իսկ քանի որ մեր հարաբերություններում անդադ ես գալիս եմ այն կետնին, որ արի բաժանվենք, արի պաուզա, արի հասկանանք, այդտեղ ուրեմն մենք ունենք բաց թողում, որ ոչ մի կերպ չէինք ուզում մենք այդ բացը հասկանանք ինչումն է, այլ մենակ մեզ վախեցնում էր այն միտքը, որ բան որ մենք իրար կորցնենք։ Իսկ այս վերջին բաժանումը, որ մենք ունեցանք, դա իրոք երկրաշարժ էր ու դա իրոք ամեն բան գցեց իր տեղը։ Ինչքան էլ որ ցավոտ էր երկուսիս համար էլ, կարծում եմ դա լավագույն բանն էր, որը մեր հարաբերություններում կարող էր լինել։ Ինչքան ժամանակ եղավ բաժանումը։ 3-4 ամիս։ Հա։ 4 ամիս իմ նախաձեռնությամբ բաժանումը եղավ, հետո դա վարի միանոք էլի։ Ուժաս Վերջիններ։ Վերջիններ։ Հա, բայց ահա որ էր գիտես ինչ առումով, երբ որ մենք բաժանվեցինք, ես այնքան վստահ էի, որ չենք միանալու։ Հա։ Ես 100% համոզմունք ունեի, որ ես չեմ միանալու այլևս։ Ու այդպես, էջը փակեցինք, անցանք առաջ, բայց հետո կյանքը այնքան սիրուն ամեն ինչ իր տեղը գցում։ Ես այդ փուլում սովորեցի անվերապահորեն վստահել կյանքին։ Հասկանալ, որ եթե ինչ-որ բաներ լինում են, ուրեմն պետքա որ լինի։ Տկրկիր ասում եմ, երբ որ կյանքում անընդհատ նույն սցենարը, ասենց ցիկլով կրկնվում է, պետքա մի հատ հետ հայացք գցես, հասկանաս, որ դու պետքա փոխես քո վերաբերմունքը ու չանես նենց, ինչը էլի բերելու է քեզ այդ նույն ցիկլի մեջ, գցի քո որոշումները, քո ընտրությունները, իրանք անընդհատ նույնն են լինում, ու երբ որ դու ասես մի հատ դուրս ես գալիս այդ ցիկլից ու հասկանում ես, որ այ սա, ես անընդհատ նույն ձև եմ անում ու էլ նույն ձև դու չես կրկնում, կյանքդ նոր սկսում է փոխվել, բայց շատ
բարդ, շատ բարդ ճանապարհ է, որ հասկանաս որտեղ էր սխալը, չգիտեմ, ոնց չանես, որտեղ երբ որ ամբողջ կյանք սովորես նույն ձև ապրել, նույն ձև, չգիտեմ, թեկուզ եւ այդ քո ասած անդադ բաժանվել, միանալ, շատ դժվար է լինում այդ ամեն ինչից, ոնց որ դուրս գալ ու լրիվ ուրիշ ձևով, լրիվ ուրիշ սցենարով հարաբերությունները փոխել, կազմել։ Լսի, գիտես ինչն է իմ համար կարևոր առհասարակ դարձել այդ շրջանից հետո, միշտ ցանկացած որոշում կայացնելիս կամ եթե կանգնած եմ ինչ-որ ընտրության առաջ, ես շարժվում եմ առաջնահերթություններով։ Իսկ նախկինում տենց չէր։ Նախկինում իմ էմոցիաների տերն էի։ Ինչ չի հերիքում, հասկանում ես, այսինքն այդ զիջողականությունը, որպես այդպեսին, որ պիտի լինի հարաբերություններում, այդքան էլ չկար իմ կողմից։ Իսկ հետո երբ որ եկավ արդեն առաջնահերթությունը ու հասկացար, որ ամեն դեպքում հարաբերությունը երկկողմանի աշխատանք, ամենօրյա աշխատանք, ուզես չուզես պիտի զիջող լինես, ինչ որ տեղեր պիտի քեզ նեղություն տաս թեկուզ։ Այդ դեպքում արդեն իրականում շատ բաներ է փոխվում։ Պատկերացումների մեջ առաջին հերթին, որովհետև մինչև մեր ներսում ինչ որ բան չփոխվի, հարաբերություններում հնարավոր չի լինի փոփոխություն։ Ու եթե անգամ ես Դավիթի հետ չմիանայի, բայց նույն մտածելակերպով ես, չգիտեմ, ինչ որ այլ մեկի հետ սկսեի հարաբերություն, որը ժամանակ անց մենք էլի բախվելու ենք այդ խնդրին, որովհետև փոփոխությունը պիտի լիներ իմ ներսում, իսկ ես հարաբերությունն եմ փոխել։ Իսկ ինչ որ վախեր եւ այլն ունեցել ես, որ հարաբերությունները այն ֆորմատով են եղել, որ անդադ միացել, բաժանվել եք, որ լուրջ քայլ անելուց առաջ մտածես, որ չգիտեմ, կարա էլի կրկնվի։ Որ ես բաժանման քայլ անեմ։ Լսի, վերջին անգամ երբ որ մենք միացանք, ես այնքան վստահ էի, որ այլևս երբեք ես չեմ բաժանվելու իրանից։ Ու գիտես, մի հատ ուրիշ էմոցիա էլ եմ բաժանվելու, հա։ Ու շատ սթափեցնող բան եղավ մեր հետ։ Ես բախվեցի այն երևույթին, թե ինչ է նշանակում, երբ զգում ես մարդը, ով քեզ անվերապահորեն ու ամեն ինչից շատ սիրել է, հիմա տոտալ անտարբեր է քո հանդեպ։ Ու երբ որ ես քայլ արեցի, որպեսզի մենք միանանք, հիմա մարդկանց թվում է, որ ես ուղղակի մենք բաժանվեցինք, հետո ես քայլ արեցի, մենք միացանք, բայց չէ, մենք անցնենք մի հատ ահռելի բարդ փուլ, որ ես ուղղակի Դավիթ ասում եմ, խնդրում եմ հավատա ինձ։ Չէր վստահում։ Չէ, այլ չէր վստահում ու այդ շատ ահավոր էր։ Գիտես, այն հայացքը, որ ասենք սիրող մարդու հայացքը միշտ շատ տարբեր է, չէ՞, երբ որ դու հասկանում ես, որ այն նույն հայացքը քեզ այլևս պես չի նայում։ Այսինքն դու հիմա արդեն պատրաստ ես ամեն ինչ անել, որպեսզի փրկես այս հարաբերությունը, բայց դու իրեն այնքան ես ցավացրել, ինքը այնքան ասենց կոտրված է քո կողմից, որ բայց ես ասենց շատ օբյեկտիվորեն ասում եի արդար է։ Ինչքան էլ որ հա, ես ասում եմ, որ շատ արդար է, Անահիտ ջան, դու ես բորշը սարքել, դու էլ պիտի տակից դուրս գաս ու եթե անգամ դուք չմիանաք, ամեն դեպքում մեղադրելու ոչ մի առիթ չունեի ես էի մեղավոր։ Հա։ Արդար էր, ինչ էլ որ լիներ։ Բայց ես գիտեի, որ ինքը ինձ շատ է սիրում, ոչ թե այդ սերը օգտագործել եմ, այլ ես ուղղակի փորձեցի այնպես անել, որ վստահությունը ձեռք բերեմ։ Ոչ թե խոսամ դրա մասին անընդհատ, որ գիտես հավատա ինձ լավ է լինելու, այլ իմ քայլերով, իմ ամեն ինչով այնպես անեմ, որ ինքը նորից սկսի վստահել։ Ու քանի որ գիտեի հիմքում շատ մեծ սեր կա, այստեղ ոնց որ իմ համար էական էլ չէր, աղջիկն է պայքարում տղան, պիտի պայքարի, չէ, իմ համար կարևորն էր, որ ես այս մարդուն չկորցնեմ իմ կյանքից, ու ես ամեն ինչի պատրաստ էի արդեն։ Հա։ Նաև քեզ եմ ուզում նվիրեմ Quality-ի պրոդուկտներ, հուսամ կօգտագործես եւ քեզ համար օգտակար կլինեն։ Վայ սիրով, մի հատ արդեն նայեմ էլ ինչ կա։ Հա, տարբեր մաշկի փուլերի համար տոներ, խոնավացնող, լվացվելու գել, աչքերի կրեմ, պես մեծ խնամքի հավաքածու։ Շնորհակալ եմ շատ, ես ասացի, որ ծանոթ եմ ձեր բրենդին ու իրականում լավն է, ապրես։ Շատ ուրախ եմ ձեր նշանադրության համար, անկեղծ ով քեզ հետևում է, ասենց այդ ճանապարհը քեզ հետ կիսել է ու իրոք ասենց շատ կարևոր կյանքի քո համար փուլ էր։ Մի քիչ կպատմես ոնց եղավ առաջարկությունը։ Բայց ես այնքան էի զգացել, դու ես պատավն ասում ես, ես չգիտեմ քեզ էլ ոնց ինչ կարամ թաքցնեմ։ Մեկ հումորով դաժ ասում ես քեզ չեմ կարա դավաճանեմ, որտեղ դու ունես ինտուիցիա ունես, ունես միանգամից կհասկանաս։ Պետք է ասա տենց մտքեր չլինեն։ Չէ, ես այնքան հանգիստ եմ։ Սոն իրականում լուրջ եմ ասում, ես հատկապես այն փուլում,
որ ուսումնասիրում էի հարաբերությունները կամ առհասարակ տղամարդկանց մտածողությունը եւ այլն, ասում էի Երանի այն աղջկան, ով կլինի Դավիթի կողքին։ Այս եթե ես չունեմ, գոնե այնքան լավ աղջիկ լինի իր կողքին, որովհետեւ իր նման տղա գտնելը իսկապես շատ բարդ է։ Թե արժե համակարգի մասով, թե որպես ընտանիքին այդ մոտեցումը, չգիտեմ, իր կարիերայի մասով մտածողությունը, նպատակները, ամեն ինչ է, այնքան ուրիշ է, որ լուրջ sense ես ամեն մեկին ցանկանում եմ, որ տենց կողակից ունենա։ Սիրում ես։ Հա, սիրում եմ զու դրա համար։ Չէ, սիրում ես, Դավիթին դու շատ ես սիրում։ Հա, շատ եմ սիրում, բայց էլի եմ ասում, ես ունեմ հնարավորություն sense օբյեկտիվ գնահատական տալու։ Հա։ Չի կուրացնում սա։ Չէ։ Չեմ թողնի կուրացնի։ Ես եթե սերը ինձ կուրացնի, ես տեսակով այդպես շատ ռոմանտիկ չեմ, թիթեռնիկներով չեմ ապրում։ Դրա համար չի կուրացնի, կարծում եմ։ Կուրացել եմ։ Կարծում ես։ Ճիշտ մարդու կողքին վատ բան չի։ Այո, եթե կուրանալ միայն Դավիթի կողքին։ Նշանվեցինք ու որոշեցինք, որ պիտի միասին ապրենք շատ միանգամից։ Նախ դե հիշում ենք, որ ես ապրում էի ընկերուհուս հետ ու արդեն սպառվել էի, իրականում սպառվել էի ու ինձ պետք էր փոփոխություն, իսկ Դավիթի հետ ապրելը իրականում լավագույն բանն էր, որ կարող էր լինել մեր երկուսի հետ այդ փուլում։ Ես առհասարակ կիսում եմ այն մտածողությունը, որ պիտի զույգը իրար հետ ապրեն, մինչև ամուսնությունը, հա, ընտանիք կազմելը, որպեսզի իրար կենցաղավարության ծանոթանան։ Որ հետո չլինի այնքան անհանդուրժող վիճակ, որ ասես դու գոնե իմանայի։ Հա։ Գոնե իմանայի։ Ընտանիքը ոնց վերաբերվեց։ Ընտանիքը շատ լավ, շատ adekvat էր։ Առհասարակ Դավիթը մեր ընտանիքի կողմից շատ սիրված է եղել միշտ։ Ու իմ papan էլ միշտ ասում է դու գիտես որ իմ ամենանախընտրելի թեկնածուն քո համար Դավիթն է։ Ու դեմ պապ գիտես մենք որոշել ենք որ այսպես պիտի անենք, խնդիր չկա, ինչով կարանք մենք ձեզ օգնենք։ Այսինքն շատ բաց են էլի իրանք, որտեղ երկու հասուն մարդ եթե որոշում կայացնում է կամ պիտի աջակցես կամ ուղղակի կողքից հետևես էլի։ Մտածում եմ որ կարար կենցաղ, եթե զգայր որ օրինակ կենցաղը, չգիտեմ, չեք կարողանում կիսել։ Լսի, հիմա քանի որ մենք իրար հետ ապրում ենք ու ես գիտեմ իրականությունը մեր ոնց է, այնքան բարդ է որ պատկերացնեմ։ Գիտես ոնց է։ Օրինակ, երեք ես ինձ անտանելի վատ եմ զգում, բայց նկարահանում ունեի, իսկ նախորդ օրը մենք ունենք տանը հյուրեր ու բնականաբար ափսեները հավաքվել այնտեղ, չգիտեմ, ես նկարահանան գնում այնտեղ շորերն է հավաքվում։ Սոն եկա տուն, իդեալական մաքուր էր տունը։ Ու չգիտեմ, որ ասա, ոնց չասեմ, որ իրոք, ես չգիտեմ ինչ պիտի լինի։ Որակը դեպի լավն է փոխվել։ Ոայ միանշանակ իմ հոգեկան առողջությունն է։ Պլյուս որ գնում է պլյուս։ Այդպես ես մտածել որ մինչև ամուսնությունը պարտադիր պետքա իրար հետ ապրել։ Պարտադիր չի, բայց ցանկալի է։ Հա։ Այսինքն եթե, նայ, գիտես ոնց է, ամեն ինչ է կյանքում իմ կարծիքով կախված է շատ ինդիվիդուալ է, կախված է մարդուց։ Okay, դու պատրաստ ես միջև ամուսնանալ ես մարդու հետ կենցաղ կիսել։ Օրինակ կենցաղ կիսելը ինքն էլ խոսում է, չէ՞, հատկապես կնոջ դեպքում, որ ինչ որ պատասխանատվություն է գալիս քո վրա, դու պատրաստ ես թե այդ պատասխանատվությունը արդեն իսկ կրել, դեռ չամուսնացած։ Եթե հա, okay։ Դե մեզ շատ թե շատ հանգիստ։ Ու իրականում մենք իրար հետ այնքան սիրուն ենք ապրում, որ ես ափսոսում ես այս ժամանակը, որ իրար հետ չեք ապրել։ Հա, շատ։ Բայց ու մի հատ ուրիշ բան էլ ասեմ, իսկ այն նախկինում մենք էլի փորձ ունեցել ենք իրար հետ ապրելու, մեկ ամիս իրար հետ ենք ապրել ու իմ համար, ասենք շատ ծայրահեղացրած ասեմ, գիտես այնքան բարդ էր, ես ուզում եմ շուտ ավարտվի այդ փուլը, որ մենք իրար հետ ենք ապրում։ Հա, այդ ասում եմ երկրաշարժը հələ չէր եղել, որ ամեն բան իր տեղում լինի։ Ու sense չգիտեի, անորոշ ինչ որ վիճակ բան, բայց հիմա ամեն ինչ այնքան սիրուն է, այնքան ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում իրոք Աստծուն, որ մենք կարողացանք sense սիրուն հարաբերություն ստեղծել։ Հետաքրքիր է, ես այդ կարծիքը իհարկե կիսում եմ այն դեպքում, երբ իրոք երկու կողմն էլ այդպես են մտածում, իրանց համար շատ կարևոր է, չգիտեմ, ես մտածում եմ, որ ամեն դեպքում իրար ճանաչելը, եթե լավ կարողանում են ճանաչել շփվելու ընթացքում, ոնց որ բավարար է լինում այդ ամեն ինչը իրար հետ ապրելուն, որովհետև, չգիտեմ, կենցաղը իզորու չի մարդկանց, երկու իրար շատ սիրող մարդկանց, իրար կարեկցող, հասկացող, ըմբռնող նման լավ հարաբերությունները ինչ որտեղ, չգիտեմ, փչացնի կամ վատթարացնի, ընդհակառակը ոնց որ այդ ավելի դեպի լավարկմանն է ուղղված
ստացված։ Լսի, ես իրականում մտածում եմ, որ կենցաղը լավ էլ իզորու է այդ ամեն ինչը անի ու հենց դրա համար եմ մտածում, որ ցանկալի է զույգը մինչև ամուսնություն ապրեն իրար հետ, որովհետև կենցաղային հարցերը այնքան աննկատ են գալիս մտնում մեր կյանք ու այնքան լուրջ խնդիրներ կարան առաջացնեն։ Պրիմիտիվ խնդրից սկսված, այն ամենափոքր դետալային խնդրից սկսված մինչև գլոբալ խնդիր, որ դու հասկանում ես, որ դու լավ իրոք պատրաստ ես մարդու կենցաղավարությանը հարմարվել, թե չէ։ Ես դրա համար եմ ասում, որ իմ համար ցանկալի է, որ զույգը ապրի իրար հետ, որովհետև չգիտեմ, կնոջ պատասխանատվությունը ուրիշ սֆերայում է, տղամարդունը ուրիշ սֆերայում է, բայց ամեն դեպքում եթե կենցաղի մասին է խոսքը, կենցաղը կիսում են երկուսը ու այդտեղ մի քիչ պետք է որ մտածես հնարավոր վտանգների մասին։ Ես օրինակ առանձին ոնց որ կենցաղավարմանը շատ լավ ծանոթ եմ ու օրինակ ինձ համար նորություն չի լինելու։ Ինչ որ նոր կենցաղային գործ եւ այլն, այդ ամեն ինչը նոր չի լինելու։ Երբ որ ոնց որ մարդիկ արդեն ամեն մեկը չնայած այդ էլ այդքան էլ չէ, որովհետեւ շատ ինդիվիդուալ է, իրականում բարդ հա, այնքանով որ պետքա այդ դեպքում շատ վստահ լինեն աղջիկները, ասենց այն որ այն մտքով չգնան, որ մենք իրար հետ ապրում ենք, հասկանանք մեզ լավ է թե վատ է նոր ամուսնանանք, այդ մտքով չգնան, որովհետև ինքը իրականում, չգիտեմ, կանխակալ վատ տրամադրվածություն է, որ դու գնաս ապրես, տենց որովհետև շատ դեպքեր եւ այլն պատկերացնի, ինչքան կլինի, որ ասենք դե լավ, շփվում ենք, գնանք ոնց որ միասին ապրենք, տեսնենք կստացվի թե չէ։ Պետքա լինի քո մարդը, ասենց շատ վստահ լինես իրա վրա եւ այլն, ու ոնց որ գնաք այդ քայլին, հասկանաք, որ դուք հետ չեք ուզում գնաք, ոնց է ամուսնությանը, չէ՞ դնում, ինչքան մտածված եք գնում, նույնն էլ այդտեղ էլի, այսինքն չգնան իրար հետ ապրեն, ասեն դե չէ, ոնց որ չստացվեց իրար հետ կենցաղ կիսել, ոնց որ վсё անցնենք։ Լսի, գիտես, ինձ թվում է իրականում այդ հիմա տես բավականին տարածված երևույթ է, որովհետև եթե մեր մամաների սերունդների ժամանակ հա ենթադրենք այդ մաքսիմալ աննորմալ էր, ոնց կարող են, չգիտեմ, զույգը մինչև ամուսնություն ապրեն իրար հետ, իսկ հիմա քանի որ շատ բաներ է նորմալիզացվել, երիտասարդները այդ իմ սուբյեկտիվ կարծիքն է, երբեմն այդ ազատ ընտրության հնարավորությունը շատ են շփոթում սանձարցակության հետ, այսինքն շատ օքեյ է, որ այսօր կարամ ես այս մեկի հետ շփվեմ, փորձեմ այս մեկի հետ, չգիտեմ, գնամ ապրեմ այն մեկի հետ, չստացվեց ու այդ ամեն ինչը, բայց իրականում այդ կենցաղավարությանը ծանոթանալը, հասկանալը արդյոք մենք իրար համար ենք, թե ոչ, вообще դրա մասին չի։ Այսինքն դու պիտի ոչ թե ես տենց եմ կարծում, որ ենթադրենք ինչ-որ խնդիր կա, ոչ թե այդ խնդիրը կա, վсё ես բաժանվեցի, որտեղ այդ խնդիրը կա, օքեյ, արի հասկանանք ոնց ենք լուծում, որ երկուսիս հարմար լինի։ Ոչ թե քեզ, ոչ թե ինձ, այլ երկուսիս։ Հետաքրքիր է, նաև ասենց հետ հայացք գցելով մնացած ասածներիդ, ինչ որտեղ էլ կարծում եմ ներկայիս տնտեսությամբ շատ շատերը ապրում են միասին, որովհետև տնտեսապես շատ ավելի լավ է։ Ֆինանսապես շատ ավելի լավ է այդ, չէ՞։ Հիմա տես, մենք ուզում ենք տուն ձեռք բերենք ու արի պատկերացնենք, եթե ես ապրում եմ առանձին վարձով, Դավը ապրում է իր ընկերների հետ առանձին վարձով ու մենք ձեռք ենք բերում բնակարան։ Այսինքն մեր եկամուտ ամսվա կտրվածքով բաժանվելու է 3 տեղ, այլ չասեմ մեր ապրելու ու մեր ընթացքային ինչ-որ ու այդ իրականում խոսում է ֆինանսապես անգրագետության մենք ֆինանսապես գրագետ մարդիկ։ Որոշել են զուտ դրա պատճառը։ Այո։ Տնտեսում են։ Չէ, իրականում դա շատ տարածված է, որովհետև հիմա եւ վարձերի արժեքը եւ ամեն ինչի արժեքը բավականին բարձր է ու զույգերը նախընտրում են միասին ապրեն, որ այդպես կարողանան ձեռք բերեն եւ իրենց համար գույք եւ կարողանան, չգիտեմ, ավելի լավ կյանքով ապրել։ Ամեն դեպքում աղջիկների ջան, շատ մտածված արեք ձեր քայլերը, կենցաղ կիսելը, գնալ ապրել տղամարդու հետ եւ այլն, դա աննկարագրելի առաջինը մեծ պատասխանատվության մասին է խոսքը, որովհետև մեր սոցիումում, հասարակության մեջ նման բաները աղջիկների համար շատ թիրախավորվող են, շատ զգույշ է պետք լինել այդ ամեն ինչի հետ, ամեն քայլը շատ մտածված է պետք անել, որովհետև ամեն դեպքում տղամարդու համար չէ, բայց ոնց որ անկեղծ լինենք, որ աղջկա համար ինչ որ չափով, չգիտեմ, օրինակ եթե իրար հետ չամուսնանան կամ նման բան,
պիտակավորման մեծ ինքը ոնց որ sense շատ մեծ առիթ է, էլի, ամեն դեպքում։ Գիտես, նախ ցանկացած որոշում կայացնելուց առաջ ինձ թվում է պետքա դու հիշես, որ ապահովագրված չես որևէ դեպքից։ Ու ամեն բան կարող է լինել։ Ուղղակի ինձ թվում է այ Աստված մեզանից հեռու պահի, բայց ես որ մտածում եմ, բա ոնց կնի, եթե ինչ որ մի օր մենք, հա, վատի էլ կունենանք, ենթադրենք, ես արդյոք կնեղվեմ այն կարծիքներից, այն պիտակներից, որը կգա դեպի ինձ որպես աղջիկա, որ ես ամուսնացել եմ կամ դեռ չամուսնացած արդեն իսկ ապրել եմ իմ գողացի հետ եւ այլն, ես կարծում եմ, որ ես շատ sense զգոն եմ այդ ամեն ինչի առումով ու առաջին բանը, որ ես ուզում եմ աղջիկները իմանան, որ անկախ ինչ ընտրություն եք կատարում, ինչ եք անում, ինչ կարգավիճակում եք լինում, դուք այնքան ամուր պիտի կանգնած լինեք ձեր ոտքերի վրա, որ կյանքում ինչ սիտուացիա լինի, դուք կարողանաք ձեր սահմանները պաշտպանել։ Հա, համաձայն եմ, շատ ինքը կարևոր, լուրջ քայլ է, Անահիտը դրան, այսպես մի օրում չի եկել կամ 1 տարում, 2 տարում չի եկել, այդ էլ ինձ թվում է պետք հաշվի առնել, որ շատ վաղուց են իրենք իրար ճանաչում, շատ ոնց որ լուրջ քայլի մասին է, էլի դա խոսքը, որ հանկարծ չթվա թե ոնց որ ռոպագանդա է։ Չէ, շատ լավ մտածեք, նախ ձեր վրա վստահ եղեք, որ դուք պատրաստ եք այդ կյանքին, հետո նոր ձեր կողակցի ու հետո այն ապագայի, որը կարող եք իրար հետ ստեղծել։ Դե ոչ ոք ճիշտ ես ասում, ապահովագրված չի բաժանությունից, շատ հետաքրքիր է, օրինակ այն շրջանում, երբ որ դուք բաժանված եք եղել, ամեն դեպքում մեծ լսարան ունես, լսարանիդ ինչ որ բան պատմել ես, չգիտեմ, իր մասին, կռիվների։ Չէ։ Ես իրականում չեմ ընդունում այդ քայլը, չեմ քննադատում, եթե մարդիկ անում են, բայց ես ինքս չէի անի դա ու չեմ էլ արել։ Այսինքն բոլորին շատ հետաքրքիր էր լավ ուր կորավանայդի ու Դավիթի նկարները, լավ միթե իրանք էլ իրար հետ չեն եւ այլն, բայց ես միակ բանը, որ ասել եմ իմ լսարանին են եղել, որ շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ իմ համար, սահմանափակվենք այդքանով, ես չեմ ուզում անձնականի մասին որևէ քննարկում ունենալ։ Ու այդ իմ համար մի քիչ ավելի ճիշտ մոտեցում է, որտեղ ամեն դեպքում անձնականը մենակ իմը չի։ Հա։ Այն մյուս կողմում կամ մարդ, ով գուցե պատրաստ չի հանրայնացմանը կամ ցանկություն չունի, հա, հանրայնացնելու այդ ամեն ինչը, չգիտեմ։ Մի քիչ ամեն դեպքում պետք է այդ սուբորդինացիան պահել ու հարգել դիմացինի որոշումը ու դիմացինի կարծիքը այդ թեմայով։ Հա, երբեմն զույգերը հանրային, ովքեր հանրային բաժանում են ունենում, հետագայում չեն միանում կամ թեկուզ եւ միանում են, թաքցնում են այդ փաստը, որովհետեւ ժամանակին շատ վատ են արտահայտվել իրար մասին։ Նախկինները 98%-ով չեն միանում, որովհետեւ ոչ նրա պատճառով, որ իրանք sense ինչ-որ լուրջ խնդիր են ունեցել, որ բաժանվել են, այլ որտեւ բաժանվելուց հետո այնքան են իրանք իրար արժեզրկել, այնքան են իրանք իրար մասին վատը խոսացել, որ մաքսիմալ անլուրջ է, որ այդ մարդիկ մեկ էլ հոպ էլի միանան իրար հետ։ Օրինակ, երբ որ ես ու Դավիթը բաժանվել էինք, Դավիթի մասով առհասարակ չեմ խոսում, ես վստահ եմ, որ երբևիցե ինք իրեն թույլ չի տվել ինչ-որ բան խոսել, բայց ես էլ իմ ընկերուների հետ քննարկման ժամանակ sense գլոբալ մենք խնդիրն էին քննարկում, բայց իմ աչքի գրողն էր դառնում այն մարդը, որ միամիտ փորձեր Դավիթի մասին, որ այլ թեկուզ եւ բաժանված, որտեվ այդ իմ ընտրությունն է եղել ու եթե անգամ մենք այսօր իրար հետ չենք, դա չի նշանակում, որ այդ մարդուն դու պիտի մաքսիմալ բոլոր հնարավոր ձևերով արժեզրկես։ Այդ նորմալ չի։ Հիմա բաժանությունները հատկապես այս վերջին շրջանում շատ են տարածվել, անսահման շատ են տարածվել ու հանրային կերպով էլ, հա, այդ մասին բարբերաբար խոսում են, ասում են, չգիտեմ, երբեմն հասկանում եմ, որ ամեն դեպքում իրանց լսարանն է, իրանք միգուցե այդպես, չգիտեմ, թեթևանում են, թերապիա է իրանց համար այդ ամեն ինչը եւ այլն, բայց ամեն դեպքում անձնական է, էլի։ Ես չեմ քննադատում որևէ մեկին, ով այդ կերպ է վարվում, ուղղակի կարծում եմ, որ կոպիտ չհնչի, բայց ոչ մի գիտակից ու հասուն մարդ չի արժեզրկի այն ամեն ինչը, ինչը ինչ-որ պահի իրեն երջանկություն է տվել։ Այդ անհերքելի փաստ է ժողովուրդ, ու վստահաբար ինչ-որ տարիներ կանցնեն, թեկուզ ինչ-որ շրջան կանցնի ու այդ տվյալ մարդկանց էմոցիաները երբ որ նստեն, իրենք կհասկանան, որ գուցե պետք է չէր, որ ես sense
բուրըն կերպով անդրադառնայի այդ ամեն ինչին։ Իսկ social media-ին ինչը վերաբերվում է, Սոնյա շատ եմ նկատել այսօր, չգիտեմ, բաժանությունը հիմա շատերի համար է hype, կոպիտ ասած, շատ կոպիտ ասած էլի, այտենց լսարան հավաքել, ուշադրության կենտրոնում լինել եւ այլն, բայց այնտեղ այնքան նուրբ դետալներ կան, այնտեղ այնքան շատ անձնական ինչ որ սահման կա, որ դու չես էլ հասկանում դու ոնց խախտեցիր այդ ամեն ինչը։ Այսինքն այս social media-ի վազքը, որ անընդհատ ես շատ հետևորդ ունենամ, մարդիկ ինձ շատ լսեն, ինձ ճանաչեն, այնքան sense խալխուլ սարքում քո անձնական սահմանները, որ հա քո հետևորդը այո իրավունք ունի քեզ տալ շատ նեղ անձնական հարց, որովհետև դու քո շատ նեղ անձնականը արդեն իսկ բացել ես իր առաջ։ Այսինքն տվյալ մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն նեղանալու, որ ինչ որ հետևորդ մտնում իրեն շատ նեղ անձնական հարց է տալիս, որտեղ դու մաքսիմալ քո նեղ անձնականը բացել ու խայպի, օրինակ, հա, խայպի համար օգտագործել ես։ Հա հարսանիքի թեման շատ բոլորի համար հետաքրքիր տեսանյութեր հրապարակել, որ քեզ շատ են կրկնօրինակում, քո տեսանյութերը եւ այլն, մի քիչ այդ մասին կպատմես։ Լսի, հակառակը, ես տեսանյութ տեղադրել եմ, որ ոչ թե ինձ կրկնօրինակում են, նախ ես մաքսիմալ անլուրջ եմ մոտենում տենց բաներին, էլի, ինձ կրկնօրինակեցին, հատկապես հարսանիքի թեման, որ այնքան ինքը ակտուալ թեմա եւ միշտ։ Չէ, իմ ռիլում տենց բան չկա, որ ինձ ես այդ որ սկիզբը հերիքա կրկնօրինակ է։ Okay։ Հա, տենց հերիքա կրկնօրինակ է, բայց միտքը вообще այդ չէ։ Հա, այնքան են հետևորդներս ինչ որ ռիլեր են ուղարկում, որ վայ ձեզ կրկնօրինակեցին, վայ այս ֆորմատը դուք արեցիք Հայաստանում, հիմա բոլորը անում են եւ այլն։ Ես մենակ ուրախ եմ։ Եղել են լիքը սկսնակ բլոգերներ, ուղակի մարդիկ, ովքեր հա վիդեոներ են տեղադրում, ինձ գրեն ասեն, գիտեք, այնքան ենք ոգևորվել, ուզում ենք մենք այսօր ռիլից նկարել, եթե դեմ չեք։ Իհարկե դեմ չեմ։ Բայց այդ sense սարքել, որ ես արեցի, դու արեցիր, նա արեց, ես էի առաջինը արել, ման այդ մի քիչ շատ անլուրջ է իմ համար, որտեղ ամուսնաց երջանիկ եղեք, ինչ եք ուզում։ Չգիտեմ, ու նայ, իրականում ես խիտենց շատ ծանր չեմ տանում, որովհետև ամեն մեկը ունի իր էներգիան։ Ու եթե անգամ ես ինչ-որ մեկը, հա, փորձի կրկնօրինակել իմ ինչ-որ X reel, ինքը չունի իմ էներգիան, որ շատ գերագնահատված չխոսեմ, բայց իրականության մեջ ինքը չունի էներգիան, ոնց որ ես եմ խոսում, ինքը այդտենց խոսա։ Դրա համար ես այդքանով օքեյ եմ։ Կարամ նյութերի մեջ ոնց որ մեծ մասը այդ խարիզմա, ոնց ես խոսում, ներկայացնում, թե չէ բովանդակությունը ճիշտ ես ասում։ Բովանդակությունը հայբի հետ կապված ես ասում, բայց անձնական, օրինակ, չգիտեմ, այդ նեղ արարողությունը, հարսանիքն էլ, ոնց որ կոպիտ ասած խայպի վերածելը, դրան ոնց ես նայում, այդ էլ ինչ որ չափով այդ անձնական տարածքների խախտում չի, շատ այդպես հանրայնացնել, հարսանիքի համար խայպանել, հարսանիքի մասին։ Նա եթե ես իմանայի, որ մենք գոնե մի վարքյան, եթե մտածեի, որ մենք չսիրված զույգ ենք կամ զույգ ենք, ովքեր ուշադրության կենտրոնում չեն, մենք մեր հարսանիքը սենց ծածուկ կազմակերպենք անցնենք առաջ, ես իմ բլոգը ինձանով կշարունակեի զարգացնել։ Բայց քանի որ մենք շատ սիրված զույգ ենք, ինչի համար քանի կա հնարավորություն ասեմ, որ շատ շնորհակալ ենք, չես կարող։ Այդ նույնը ոնց որ, չգիտեմ, ապագայում հղիություն պլանավորես ու մտածես, որ հանկարծ չասեն, որ հա, սա ինչ որ խայպի ես դու վերածել։ Որտեվ սիրուն արարողությունները ուրիշ է, որ դու այդ հանրայնացնում ես, մարդիկ ոգևորվում են, մոտիվացնում են, բայց երբ որ դու քո հարաբերությանը ինչ որ վատ փուլ ա ու դու մաքսիմալ նեգատիվ ես տալիս, դա մի քիչ, չգիտեմ, տարբեր է։ Այո, տարբեր։ Ամեն մեկ իր կյանքի փուլն է ցույց տալիս։ Հա, համաձայն եմ շատ։ Դրա համար եմ ասում, որ ես չեմ քննադատում, բայց ես ինքս օրինակ հա լավ բանը կհանրայնացնեմ, բայց վատի դեպքում կհարի ես ամեն դեպքում դրա միջով անցել ես, դրա համար ես կարծում եմ նաև։ Ես մեր բաժանման ժամանակ ինձ լիքը ասում էին, բաժանվել եք, հայտնի զույգ եք, սիրված զույգ եք, հիմա խոսա էդի խայպա, հենց տենց նախադասություն հիշել է ինձ, որ խոսա այդ ամեն ինչի մասին, ռիլեր նկարի լիքը քեզ կհետևեն, ինձ պետք չի այդ ու ես չեմ ուզում, հա, Դավիթի օրինակ սահմանները խախտելով համար աուդիտորիա հավաքեմ, իսր Աստծո։ Պետք չի։ Պետք չի, այո։ Հայաստանում հարսանիք կազմակերպել, պատմի, կարճ, փորձի մաքսիմալ, շատ տանջալից է այդ process-ը։ Եմ որ ասում են, օգնությունը։ Տենց մի հատ ռիլ կար տեսել եմ, ասում է, այդ 2 միլիոնը, որ դուք ծախսելու եք, ձեր կյանքի լավագույն 10 միլիոնն է, որը հետո հիշելու եք այդ 50 միլիոնի։ Հայաստանում հարսանիք կազմակերպելը մոտավոր այդ տեսքն ունի, բայց անկեղծ ասեմ, ես ավելի բարդ էի պատկերացնում։ Մեր դեպքում ամեն ինչ սենց շատ սիրուն հարթ ստացվեց։ Հա։ Նու դեռ չի եղել մեր հարսանիքը, բայց հիմա մենք ուղղակի ամեն ինչ ավարտած սպասում ենք, որ օրը գա։ Հա։ Բայց շատ եմ լսել, հա, որ ֆինանսապես իրականում այսպես այդ ծագրբանները մանեի։
Ման է գալու։ Բայց դե սոմու արժի, չէ, շատ արժի։ Շատ շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու եւ շատ հաճելի զրույց ստեղծելու, ունենալու համար իսկապես շատ մեծ այսպես էներգիա ստացա։ Հուսամ դուք էլ հավանեցիք, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, մեր Instagram-յան էջերին, հետևել Անահիտի հարցանիքի ընթացքին։ Շատ ապրեսոր եկար։ Ես շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավերի համար, սիրով։ Ուզում եմ հիշեցնել, որ կարող եք Qualita-ից ձեռք բերել խնամքի տարատեսակ միջոցներ։ Qualita-ն հայկական արտադրանք է, որը ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ձեր խնամքի process-ը ել ավելի գեղեցիկ, ել ավելի հեշտ եւ ավելի օգտակար դարձնել։ Չմոռանաք գրել մեր Instagram-յան էջին։